Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը օրեր առաջ Ազգային ժողովի ամբիոնից արտահերթ ելույթ ունենալով պատասխանելու համար Լևոն Քոչարյանին որոշել էր, որ պետք է հնարավորինս ծանր վիրավորանքներ հնչեցնի Քոչարյանների հասցեին և հայտարարել էր. «Մարդիկ ասում են Ռոբերտ Քոչարյանի հայրը թուրք է, բայց մենք ԱԺ ամբիոնից դա չենք ասում», հայտարարել էր ԱԺ փոխխոսնակը։ Ժամանակին ևս նման մեղադրանքներ էին հնչել Ռոբերտ Քոչարյանի հասցեին, հատկապես 2021-ի արտահերթ ընտրություններից առաջ քարոզչական նպատակով ֆեյք լուրեր էին ասպարեզ նետում, որ Հայաստան դաշինքի ձայները նվազեցնեն և մարդկանց մոտ կասկած ներշնչեն, որ Քոչարյանի հայրը թուրք է, այս մասին գրում է հրապարակը։ Իհարկե այն ժամանակ այդ լուրերը հերքեցին, բայց ինչպես ասում են, կեղծ տեղեկատվության թողած նստվածքը մնաց և հիմա ըստ էության ՔՊԱ-ականները որոշել են թարմացնել այդ կեղծիքը, փորձելով մոլորեցնել հանրությանը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական կենսագրության մեջ գրված է, որ նրա և հայրը և մայրը ծնվել են Լեռնային Ղարաբաղում։ Հայրը Սեդրակ Քոչարյանը ծնվել է 1910 թվականին Արցախի Աստղաշեն գյուղում։ Սովորել է Դաղստանի գյուղատնտեսական ինստիտուտում, այնուհետև վերադարձել և տարբեր պաշտոններ է զբաղեցրել Արցախում։ Նա աշխատել է մարզի գյուղատնտեսության վարչության պետ, Լեռնային Ղարաբաղի մարզսովետի գործկոմի նախագահի առաջին տեղակալ, ընտրվել է ԼՂ մարզկոմի բյուրոյի անդամ։ Սեդրակ Քոչարյանը գյուղատնտեսական գիտությունների թեկնածու է եղել, զբաղվել է գիտահետազոտական աշխատանքով։ Մահացել է 1977 թվականին։ Ռոբերտ Քոչարյանի մայրը Էմմա Օհանյանը ծնվել է Ղարաբաղի Հադրութի շրջանում, եղել է գիտաշխատող Լենինականում Գյումրի և Ստեփանակերտում, մահացել է 2015 թվականին։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովում իրավիճակը լարվել էր ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ելույթի ժամանակ, որն ամբիոնին էր մոտեցել Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից հետո։ Ինչից խոսում է ընդդիմությունը Արցախը հանձնելուց, սահմանազատման մասին իշխանություններն ասում են, ընդդիմությունն այդ մասին խոսում է, քանի որ ունեցվածքը պահելու խնդիր ունի։ Ունեցվածքը պահելու համար կամ պետք է խելոք վեր ընկնես տեղդ ու փորձես լեզու գտնել իշխանությունների հետ, կամ պետք է ամեն ինչ վաճառես ու թողնես գնաս։ Մենք ոչ մեկն ենք արել, ոչ էլ մյուսը, ասել էր Լևոն Քոչարյանը։ Նա անդրադարձել էր նաև Նիկոլ Փաշինյանի վիրավորանքներին, երբ ընդդիմադիր պատգամավորների հետ վեճի ժամանակ նրանց անվանել էր համբալ։ Հաջորդ օրը նա գնաց Մոսկվա, նայել եք այդ տեսանյութերը, հիմա ով է համբալ, կամ Ալեն Սիմոնյանը, որն իմ գործընկերոջն ասում է դուրս կշպրտեմ դահլիճից։ Ալեն Սիմոնյանը թող իմանա ու ուշադիր լինի, երբ իրեն դուրս շպրտեն այդտեղից, բարձր է նստած, շատ ցավոտ է լինելու, եզրափակել էր իր ելույթը Լևոն Քոչարյանը։ Նրա այս ելույթը զայրացրել էր ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին, և նա որոշել էր արտահերթ ելույթ ունենալ, փոխադարձ վիրավորանքներ հնչեցնելով Քոչարյանի հասցեին։ Հակոբ Արշակյանի ելույթի ընթացքում ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև քաշքշուկ ու հրմշտոց էր սկսվել, իրավիճակը ԱԺ-ում լարվել էր։ Լևոն Քոչարյանը բարձրաձայն վիրավորանք էր հնչեցրել այն ուղղելով բոլոր այն անձանց, ովքեր իր պապիկին կհամարձակվեն ասել «թուրք»։ Դրանից հետո Լևոն Քոչարյանին հեռացրել են նիստերի դահլիճից, իսկ նիստը բերել բնականոն ընթացքի։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միլիարդների մասին վարչապետի ելույթներից ու դրանք պետությանը վերադարձնելու խոստումներից շուրջ 7 տարի անց իրավապահները մի քանի անգամ Քոչարյանների ապօրինի ունեցվածքի մասին հրապարակումներ են արել։ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում հայտարարել էր. «Քոչարյանի ընտանիքը միլիարդների է տիրապետում և ահավասիկ Կոնգրես հյուրանոցը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի որդուն և դստերը, մի քանի միլիոն դոլարանոց հյուրանոցը, ցույց տվեք ինչ փողերով»։ Ռոբերտ Քոչարյանի կուտակած հարստության մասին խոսվում է տարիներ ի վեր, հենց ինքը վարչապետ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմի անդամները անցած տարիներին նախկինների թալանի մասին խոսելիս պարբերաբար հիշատակում էին երկրորդ նախագահի անունը։ Էդ Ռոբերտ Քոչարյանը ինչ
Տաղանդների շնորհիվ են իրենք միլիոններ կուտակել, թող 98 թվից առաջ կուտակեին, գնային տենց միլիոններ անեին, առյուծ քշեին, բան անեին, էդ ինչի հաշվին են տենց բանեն, վունդերկինգներ են վերադարձնելու են կոպեկ առ կոպեկ, 2019 թվականի սեպտեմբերի 23-ին հավաստիացրել էր Նիկոլ Փաշինյանը։ Գլխավոր դատախազությունը 2020 թվականից է ուսումնասիրում Քոչարյանների գույքը և օրերս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում էլ կրկին թվարկել էր, թե ինչ են պահանջում Ռոբերտ Քոչարյանից, ընտանիքից և նրանց հետ փոխկապակցված անձանցից։ Պատասխանողներ Ռոբերտ և Բելլա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից և Զարուհի Բադալյանից, Լևոն և Սիրանուշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից և Վիգեն Չատինյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, երկու գույքի գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1,4 միլիոն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն։ Իրավաբանական անձանցից են Nairi Insurance-ը, Toyota Երևան ընկերությունը, Target Group-ը և մի շարք այլ ընկերություններ։ Ավելի քան 4 միլիոն դոլարի, 8,3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլի և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, երկու տրանսպորտային միջոց, ավելի քան 3,8 միլիոն դրամի համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ և ավելի քան 20 միլիարդ դրամ, մանրամասնել էր Աննա Վարդապետյանը։ Իր ընտանիքին վերագրվող ապօրինի հարստության մասին պնդումներին ու շշուկներին երկրորդ նախագահը վերջին տարիներին մի քանի անգամ է անդրադարձել դրանք անհեթեթություն որակելով։ Այն, ինչ որ իմ ժամանակ ստեղծվել է կամ սեփականաշնորհվել է, կամ դրսի ներդրողներն են եկել մի պրոյեկտի մեջ, բոլոր այդ պրոյեկտները կապում են ինձ հետ։ Կապում են գիտեք ինչի համար, կապողը չի պատկերացնում, որ կարող է օրինակ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը սեփականաշնորհվել և փայ չմտնել, չի պատկերացնում, իհարկե չունեմ և իշխանությունը լավ գիտի, որ չունեմ։ Միլիարդատեր չեմ, միլիոնատեր գուցե, լրագրողներին ասել էր երկրորդ նախագահի որդին Լևոն Քոչարյանը։ Գիտեք բոլորդ ոնց են ամեն ինչ քրքրում, փորձում ինչ-որ մի բան գտնել, թող ասեն այ էս մի բանը դուք ունեք, որ պետությունից կոպեկներով վերցրել եք, նշել էր Լևոն Քոչարյանը։